Փլուզումից հետո Խորհրդային Միությանը պատկանող մտավոր սեփականությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարբեր գործարանների կողմից արտադրվող ապրանքատեսակներ եւ անվանումները, իրանց ապրանքային նշանների հարցը ոնց լուծեցիք։ Այդտեղ խնդիր կար իսկապես, որովհետեւ ես որպես բնակավարում համատաբար երկար աշխատող որպես մասնագետ ես գտնում եմ, որ պետք չի սպասել, որ ռուսները կամ չգիտեմ ուկրաինացի կամ բելարուսները բերեն ու Հայաստանում գրանցեն, ինչը որ սովետական միության ժամանակ գրանցված չի եղել, դրանք գրանցված չէին, դրանք ընդհանրապես օգտագործում էին։ Այսինքն վերևից կար որոշում, որ այսինչ կազմակերպությունը ենթադրենք հայ հրուշակը պետք է արտադրի այս կոնֆետները, այսինչ անվանումները, այս քանակությամբ, այսքան պետք է վաճառի, այսինչ տեղը պետք է վաճառի եւ այլն։ Այսինքն սա պլանավորած էր, այսինքն պլանային համակարգ էր դա։ Ընդ որում ավելին ասեմ, այդ կոնֆետների հարցում, եթե չեմ սխալվում, Կրասնի Օկտյաբրը ռուսական միջազգային գրանցման էր ներկայացրել մի շարք անվանումներ, ոչ բոլորը իհարկե, բայց Հայաստանը նշված չէր։ Եվ այդ ժամանակ, երբ որ մեր Grand Candy-ն սկսեց իր գործունեությունը, բնականաբար մարդիկ ուզում են որ գրանցեն ու շատ մեծ սխալ կլիներ, եթե դա չգրանցվեր։ Իհարկե այդ հարցը մի քիչ ավելի երկար քննարկվեց, քան պետք է քննարկվի, բայց մեր մոտեցումը հետևյալն էր. մենք պետք է գրանցենք մեր կազմակերպության անունով, եթե իհարկե մենք դրանով չենք խախտում այլ սուբյեկտների իրավունքներ։ Հարցը փակվեց։